Լավ։ Հաջորդը դուք նշեցիք, որ այս ամբողջ միջադեպը սկսվել է ձեր այն արտահայտությունից, որ դուք ինչ իրավունք ունեք այստեղ գտնվելու։ Այդ պահի դրությամբ դուք ինչ պաշտոն եք զբաղեցրել։ Մայիսի 2-ին ես ազգային ժողովի պատգամավոր։ Արդյոք ազգային ժողովի պատգամավորը լիազորությունների սահմաններում է գտնվում, սահմանապահ զորքերի տիրույթում գտնվող տարածքների, սահմանամերձ տարածքների, սահմանների կամ այլ հանգամանքների կարգավորումը։ Այս կամ այն անձի, ես էլ կարող եի այնտեղ գտնվել, ինձ էլ կարող եք այդ նույն հարցը տալ։ Ձեզ ոչ չվեք, դուք նկարահանող խումբ չէիք բերել։ Այսինքն ձեր լարվածությունը կոնկրետ լրագրողների դեմ է, հասկացա։ Իսկ արդյոք այդ լիազորությունը դուք ունեիք որպես ԱԺ պատգամավոր։ Այդ լիազորությունը ունի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որը Սիգմայի ֆայլերի պետություն։ Որը կարող է ցանկացած անձի ներկայացնել նախապահանջ, որ ինչու ես դու այստեղ օրինակ գտնվում։ Դուք գտնում եք, որ մարդու կարող է ցանկացած դեպքում այդ հարցը տալ։ Իհարկե, որովհետև եթե մարդը իրականացնում է նկարահանում, որ այդ ֆայլը չի կարելի, ինքը պարտավոր է տեղեկացնել համապատասխան մարմիններին, որ խումբ կա, որը առանց թույլտվության այդտեղ նկարահանում։ Արդյոք դա ձեր լիազորությունների սահմաններում է որպես ԱԺ պատգամավոր։ Ազգային ժողովի պատգամավորը առավել ևս պետք է լինի զգոն եւ տեսնի ինչա կատարվում հատկապես սահմանային գործ։ Դուք գտնում եք, որ լրագրողները չեն կարող այս կամ այն իրադարձությունը լուսաբանել։ Ես գտնում եմ, որ կարող են, բայց եթե օրենքը պահանջում է, որ իրենք նախապես պետք է թույլտվություն վերցնեն, իրենք նախապես պետք է թույլտվություն։ Բայց այնտեղ գտնվում են իրավապահները, որոնք հատուկ նշանակված են այնտեղ էին գտնվում այդ լիազորությունների կատարման համար։ Ինչ կարիք կար ձեր կողմից նման հարցադրում տալը եւ փաստորեն սադրելը նման խոսակցության։ Ուրեմն ձեր հարցին, եթե հարգելի դատավորը թույլ կտա, ինչ չկա պատմում։ Պատասխան։ Անի Գևորգյանը, եթե ձեզ էլ ասեմ, որ իմանաք, կարող է մանրամասները չգիտեք, ձեր գործի հեշտության համար եմ ասում։ Մեքենայից իջնելն ու ՊՏՑ աշխատողների վրա գնալը մեկ արեց եւ հայտարարում էր. Դուք այստեղ իրավունք չունեք գտնվել, սա եկեղեցու միջոցառումն է, այստեղից գնացիք, ես ում ուզեմ կնկարեմ, ում ուզեմ չեմ նկարի։ Դա ձեր խնդիրն է։ Այո, իմ խնդիրն է։ Ինչով է ձեր խնդիրը։ Որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իմ երկիրն է, ես լինելով Կիրանց գյուղի ծագումով եւ դա մի կողմ դնենք եւ լինելով ազգային ժողովի պատգամավոր եւ Հայաստանի քաղաքացի, ես չեմ սիրում նման բաներ։ Պարոն Նազարյան, դուք գտնում եք, որ դուք պետք է որոշեք, որ մի լրագրողը որտեղ ինչ պետք է լուսանկարի։ Իսկապես։ Բայց ինչու եք նման պնդում որովհետև դուք նշեցիք, որ դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացի եք եւ դա ձեր խնդիրն է, որ ՊՊՑ աշխատակիցների հետ այս կամ այն լրագրողը ինչ որ մի բանավեճի բռնում։ Երեք գումարած երկու ֆիլմ նայել եք։ Ոչ, որտեղից։ Ես այդքան վերագիծ չեմ։ Չէ, եթե այն նայած լինեք, այնտեղ մի հետաքրքիր դրվագ կա, երբ որ բժիշկը խորքում լողացող աղջիկներին խորհուրդ է տալիս, որ այդքան չի կարել լողալ արևի տակ եւ իրենք կստանան արևայրոք։ Ինչ իրավունք չուներ, նման արտահայտություն անել։ Պարոն Նազարյան, դուք այնտեղ գտնվել եք որպես ԱԺ պատգամավոր։ Ես ձեզ հարցրեցի, հիմա հարցը տամ էլի, ես ձեզ հարցրեցի, ձեր լիազորությունների սահմաններում եք նման արտահայտություն կատարել լրագրողների հանդեպ։ Դուք ասացիք, ես քաղաքացի եմ, դրա համար ես այդ իրավունք ունեմ։ Ես հարցրեցի, արդյոք դուք որպես քաղաքացի պետք է որոշեք լրագրողները որտեղ ինչ նկարեն եւ ՊՊՑ ներկայացուցիչների աշխատակիցների հետ ինչ խոսակցություն վարել, դուք ասացիք այո։ Հիմա հարցնում եմ, այսինքն ցանկացած հարց պետք է դուք կարգավորեք։ Ես մի քանի րոպե առաջ ասացի, որ ես շատ լավ հիշողություն ունեմ։ Այդ հարցին ես այդ ձևով չեմ տալիս։ Այդ դեպքում պատասխանեք, խնդրում եմ, ես սխալ եմ ասացի։ Դուք պետք է որոշեք, որ լրագրողը որտեղ ինչ լուսաբանի, այդ թվում Կիրանցում։ Եթե խոսքը վերաբերում է սահմանային գոտում, առանց թույլտվության նկարահանման հետ, այո, պարտավոր եմ կանխել։
Որտեղ է այդ ձեր պարտականությունը ամրագրված։ Ուրեմն, եթե դուք տեսնեք ձեր հարևանի տուն գողեր են մտնում, դուք պարտավոր եք կանխել, թե ոչ։ Դուք ինձ չեք կարող հարցեր ուղղել։ Ես կարող եմ հարցեր ուղղել պատասխանելու միջոցով։ Այս փուլում չեք կարող։ Ես պատասխանում եմ հարց ուղղել։ Ռետորական Այո։ հարց։ Տեսանյութ ուսումնասիրության ընթացքում մենք կարող ենք նկատել, որ մի պահ դադարում է ձեր միջև վիճաբանությունը եւ դա տեսաձայնագրվել է եւ Անի Գևորգյանը թեքվում է ընդհանրապես նաեւ տեսախցիկով բոլորովին այլ կողմ, բայց դուք նորից եք շարունակում այդ խոսակցությունը։ Ինչու՞ է պայմանավորված եղել, ես ինձ հարցը տամ, դուք կարծեք ինչպես է։ Ինչով է պայմանավորված եղել, որ երբ Անի Գևորգյանը կասեցնում է ձեր միջև այս, հատկապես ձեր կողմից այս լարվածությունը, դուք նրա հետևից փորձում եք այնուամենայնիվ բղավում եք նոր արտահայտություններ վիրավորական։ Ինչու հենց այդ պահին չկանգնեցիք, Ձեր ներկայացրածը իրականությունը չի ամենից։ Դե մենք նացա որ դատարանում ենք կարծում եմ որ ուսումնասիրենք տեսանյութը, բայց դա տեսանյութից ակնհայտ է։ Ես հենց գիտեք ամենայն հարկանքոցը նկատում։ Տեսեք, ես անդադար առաջին վեճից հետո անդադար փորձում էի առավել հեռավորություն, անգամ փորձում էի եկեղեցի մտնեմ, ինքը նորից նույն արտահայտությունը ուրիշ ձևով արեց, ինձ փոխությունից արեց։ Ես գնում եմ այն կողմ ինքը նորից անում է, ամբողջ ընթացքում այդ ինքն է հետապնդում։ Բավարար ուզում էր դադարացնել, ինչ է իրանց տեսախցիկով, օպերատորով, չի, մի հատ էլ հեռախոսով հետևիցս գալիս։ Չֆիքսեին, որ դուք այդ արտահայտությունը անում եք, նրանք չէին կարողանա դատարան։ Բայց իրանք եկան, որ ես արեցի այդ արտահայտություն, իրանք անում են արտահայտություն։ Այսինքն իրանք չպետք է այնտեղ գտնվեին, որ ձեզ դուր գային։ Ոչ, ես ուրախ կլինեի, երբ իրենք գային ու պատարագին մասնակցեին։ Այսինքն իրանք պետք է լրագրողություն չկա, իրանք մասնագիտական պարտականություն Եվ ես շատ ուրախ կլինեի, որ օրինական թույլտվության գային եւ նկարահանում։ Դուք ինչ գիտեք։ Գիտեմ։ Դուք ինչ գիտեք, որ չուներ համապատասխան թույլտվություն կամ դրա անհրաժեշտությունը կա։ Ես նորից եմ տեսնում, որ ես նախ իրանցից եմ, երկրորդ իրանցին իրադարձությունների սահմանազատմանը, հետո ստեղծված իրավիճակին, օրենքի պահանջի, ես ամբողջովին տեղյակ եմ եւ գիտեմ, որ իրանցում նկարահանելու համար պարտադիր պետք է ստանամ սահմանապատ ծառայության թույլտվությունը։ Բարի։ Հա, դուք նշեցիք նաև, այս չհասկացա ասած ինչի համար արտահայտեցիք, բայց նշեցիք, որ Անի Գևորգյանը լավ էր գիտեր, որ Նիկոլ Փաշինյանը գալու է, կամ չգիտեր, կամ գալու էր դրա համար ինքը այնտեղ ներկա գտնվել։ Այսինքն ինքը ձեր հետ վիճաբանելու համար չի այնտեղ գտնվել բոլոր դեպքերում։ Դուք եւս դա հաստատեցիք, հա? Ոչ, նաև իմ հետ եւ նաև եթե կարող էր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա դուք անհանգստացած եք Նիկոլ Փաշինյանի համար, թե ձեր մասով։ Հասկացա։ Հա, հասկացա։ Լավ։ Մի հատ արտահայտություն եք արել լեգիտիմ